Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Անցնող խորհրդածություններով մենք բադմական մտեցանք Նիգյո ժողովին և անորմե պխած հավադամքին մասին, թե ինչպես անիգա պատասխան մներ սխալ վարդապետություններու։ Անցնող շաբաթ դեր հայրը մանրամասնորեն բաժնեց մեզի իր իմաստութենեն և խոսեցավ հավադամ կիմի Աստված ի հայրն ամենագալ արարիչն երկնի և երկրի նախատասություններու մասին։ Իսկ այսօր մեր խորհրդածության նյութը պիտի լա եւ իմի դեր Հիսուս Քրիստոս, որդի Աստուծո, հորը միածին, ծնունդ եւ ոչ արարած նույնինքն ի բնութենե հոր դողերը։ Ուրեմն հավադամքը գշարնագե եւ իմի դեր, այսինքն եւ մեկ դիրոջ նախատասությամբ։ Եվ իմի դեր արդահայտությունը Նիգյո ժողովին հայրապետներուն գոմե իրականության մեջ հագաթարցում էր Արիոսի ուսմունքին, Արիոսի վարդապետության, որ գբնթեր, որ քրիստոնյաներ երկու Աստված կամ երկու դեր կբաշխտեին։ Ինչու՞, որովհետև Արիոս կմեղադրեր քրիստոնյաները, թե ինքն ալ քրիստոնյա էր, որ երբ Հիսուսին մասին գխոսին որպես Աստված, մենք ուրեմն կունենանք երկու Աստվածներ, բայց հավադամքը Աստվածաշունչեն առնելով ճշմարտությունը կհաստատի եւ կսե, որ մենք մեկ դիրոջ կհավատանք, մեկ դեր կպաշտենք։ Միևնույն ժամանակ իմի դեր այս երկու բառերը հաստատում են, որ Հիսուս Քրիստոս իսկապես դեր է։ Ինչու՞, որովհետև նորեն Արիոս իր հետևորդներուն կսորվեցներ, որ Հիսուս մեզի պես մարդ մներ, բայց հատուկ շնորհքի արժանացած էր, որովհետև հնազանդեցավ Քրիստոսի։ Ուրեմն եւ իմի դերսելով մենք կհաստատենք, որ Հիսուս Քրիստոս մեզի պես բարձ մարդ չէր միայն, այլ նաեւ դեր էր։ Բայց երբ դեր գսենք, պետք է քիչ մուշատիրը լանք եւ զսկուշը լանք, որ միայն այսօրվա հասկացողությամբ դեր եւ դերության մասին չմտածենք, որ այսօր մենք վարժենք ասելու, չէ՞, գսենք, որ դունիմը դեր է, կամ ստացվածքիմը դեր է։ Աստվածաշունչը ավետարանը հետևյալ բառերը գսե Հիսուսին համար. դերերու դերը եւ թագավորներու թագավորն է, Հայտնության գրքի 17-րդ գլխում մեջ։ Իսկ հռոմեացիներու նամակի մեջ Պողոս առաքյալ գսե փոլորեն վեր եղող հավետ օրտնյալ Աստված է։ Ուրեմն դեր գոչումը Քրիստոսի համար միան դիդղոս եւ ածագան չէ։ Ճիշտ է, որ Հիսուսի ադեն ադիգա միան ածագան էր, ինչու մանավանդ հռոմեացի գայսրերը այդ դեր դիդղոս ածագանը գործածեին իրենց անձերուն համար, որովհետեւ անով հաստատեին, որ իրենք Աստուծո կողմէ հատուկ դրված իշխանություն ունեին ժողովրդին վրա։ Ուրեմն ճիշտ է, որ նաև Հիսուս նաև դերը իշխանություն ունի, բայց կարևոր բան մնա, որ պետք է հիշենք։ Երբ ավետարանը իրականության մեջ քիչ խորքային ձևով դիտենք, հոն պիտի տեսնենք, որ դեր բառը նաև Աստուծո անունն է։ Ինչու համար անանք կսենք, որովհետև 5 դագարանի մեջ ասված է, որ հայտնվեցավ իր ժողովրդին, երբ որ Սինալերան վրա Մովսեսի երևցավ, իրեն ասավ, որ ես ով եմ, Յահվեն եմ, կամ Եհովան եմ։ Յահվե կամ Եհովա ընդհանրապես բոլոր թարգմանություններում մեջ թարգմանված է դեր իմաստով։ Աստվածին զինք ներկայացուց անցմը, փամը, որուն անունը Յահվե է։ Այդ Յահվեն բոլոր թարգմանություններում մեջ դեր կթարգմանվի։ Այդ նույն դերը կգտնենք, բայց նոր գդագարանի մեջ, երբ ավետարանիչները, երբ Պողոս առաքյալ Հիսուս Քրիստոսի մասին կխոսին, ինչ կսեն, որ ան դեր է։ Ուրեմն եթե տեսնեք, նույն անունն է, որ ունին Աստված, Եհովան եւ դերը Հիսուս Քրիստոս հին եւ նոր գդագարաններում մեջ։ Ուրեմն երբ Հիսուս Քրիստոսը դեր գսենք, մենք հավատամքին մեջ, զայն խորքի մեջ Աստված է, որ գթավանենք եւ կհայտարարենք։ Հավատամքը կշարունակե եւ իմի դեր Հիսուս Քրիստոս։ Հիսուսը անուն է,
ինչպես որ ամեն կս անուն ունենք, Հիսուսն ալ անուն է, եբրայերեն է եկած, որ կնշանակե դերը Աստված գփրկե։ Ուրեմն Հիսուսի անունը սիրելիներ հավատամքի մեջ երբ որ ասենք, մենք գիշենք, որ ինքը նաև փրկիչ է։ Եվ իր անունը ինքնին Հիսուս լավ հիշեցում է, որ իր առաքելությունը փրկագործական առաքելություն էր մեր կյանքին մեջ։ Հիսուս եկավ ինչ անելու համար մարդիկը փրկելու։ Այսինքն երբ Հիսուս կսենք, պետք է հիշենք ինչու Հիսուս աշխարհ եկավ եւ միան իր անունին մեջ ամբողջ իր փրկագործության առաքելությունը սահմանված է։ Եվ շատ կարևոր է ադիգա հիշել, որովհետև փրկությունը քրիստոնեական մեր հավատքին գորիզը կգազմե։ Մենք մեր հավատքը կգրնանք ամփոփել մեկ բառի մեջ՝ փրկիչ, Հիսուս փրկիչ։ Ուրեմն ահա վասիկ նաև ցեզի մի քանի հաստատումներ ավետարանեն, որոնք կվկայեն, որ Հիսուս եկած էր աշխարհ փրկելու համար։ Ուրեմն կգարտանք Մատթեոսի 20-րդ գլխու 28-րդ համարի մեջ մարդու որդին ինքնալ չեկավ ուրիշներուն կողմէ սպասավորություն ընդունելու, այլ սպասավորվելու եւ իր կյանքը շատերու համար որպես փրկագին տալու։ Ուրեմն Հիսուս եկավ նպատակի համար։ Նաև կտեսնենք նույն ավետարանի 26-րդ գլխու մեջ, 28-րդ համարի մեջ, բոլորդ խմեցեք ասկե, երբ վերջին ընթրիկին նստած էին, ասիգա իմ արյունս է, որով Աստուծո հետ նոր ուխտ կգնկվի եւ շատերու համար գտապվի իրենց մեղքերուն թողություն տալու համար։ Ուրեմն նորեն Հիսուս կհաստատե, որ ինքը եկած է փրկելու, թողություն տալու։ Եվ եբրայեցիներու մեջ կգարտանք Քրիստոս միայն մեկ անգամ զոհմադուցվեցավ մարդոց մեղքերը վերցնելու համար։ Ուրեմն ահա վասիկ գարկմը համարներ, որոնք կփաստեն մեզի կփոխանցեն Քրիստոսի առաքելության գորիզը, փրկությունը, որ նաև խդացած էր իր անունին Հիսուս անունին մեջ։ Խոսենք Քրիստոսի մասին։ Քրիստոսը անուն չէ, ածագան է եւ կնշանակե ինչ օձյալ։ 5 դագարանին մեջ օձյալ կամ մեսիա կգոչվեին մարգարեները, քահանաները եւ թագավորները։ Եվ ինչու օձյալ կգոչվեին, որովհետև անոնք հadouk յուղով մը գոծվեին։ Բայց ինչու գոծվեին, 3 պատճառներ դանք։ Առաջինը, որովհետեւ հաստատեն, որ այդ անձը Աստուծո կողմէ ընդունված էր։ Երկրորդ պատճառը, որովհետեւ հստակ դառնար, որ այդ անձը ժողովուրդեն դարբեր էր, բարձ անձը չէր, այլ անձն էր, որ Աստուծո ծրագիրին մեջ թերագադարություն ունի։ Ուրեմն իր դարբերությունը նաև կնշանակեր այդ օծումը եւ անոր համարալ դարբեր հարկանք կվայելեին։ Եվ երրորդ, որ ամենեն կարևորն է հավանաբար մեր միտքը բահելու, ադհադուկ յուղով օծվիլը գխորհրդանշեր նաև Սուրբ Հոգիին դվչությունը այդ դվյալ անձին, անիգա ըլլար թագավոր, ըլլար մարգարե կամ ըլլար քահանա։ Եվ առաջին թագավորած քրքի 16-րդ գլխում մեջ կգարտանք եւ Տիրոջ հոգին զորությամբ իջավ Դավիթին վրա, երբ օծվեցավ։ Ուրեմն երբ Դավիթ թագավոր գոծվեր, երբ յուղով զինք օծեցին, գրվեցավ, հաստատվեցավ, մարդիկ վկայեցին, որ Տիրոջ հոգին անոր վրա իջավ։ Ուրեմն Հիսուսին ալ Քրիստոս կսենք, օծյալ գոչենք, ինչու շատ բարձ դրամապանությամբ, որովհետև Հիսուս Քրիստոսալ օծված էր Սուրբ Հոգիով եւ ավետարանի մեջ կգտնենք համարներ, որոնք կխոսին այդ մասին։ Օրինակ, իր մարդեղության առաջին բահեն, երբ Սուրբ Գույսը հղացավ, ինչով հղացավ Սուրբ Հոգիով։ Եվ Ղուգասի ավետարանի առաջին գլխուն մեջ 35-րդ համարի մեջ կգարտանք, որ Սուրբ հրեշտակը գսե Մարիամ Աստվածածինին, Սուրբ Հոգին պիտի գա եւ բարձրալին զորությունը քու վրաց պիտի հանգչի։ Նաեւ Հիսուս ավետարանի մեջ կգարտանք, որ Սուրբ Հոգիով զորացավ եւ մեծավ։ Ղուգասի մեջ նորեն կգարտանք առաջին գլխու 88-րդ համարի մեջ հետեւյալ նախատասությունը. Փոքրիկը, այսինքն Հիսուսը, գաջեր մարմինով եւ գզորանար հոգիով։
Եվ ուրիշ տեղ մնալ գգարտանք, ինչպես Մատթեոս 4-ին մեջ, անոր ներողություն, հետո Հիսուս Սուրբ Հոգիեն դարվեցավ անաբադ սատանային փորձվելու համար։ Ուրեմն գտեսնենք, որ Հիսուս իր ծնել են իսկ առաջ եւ մինչեւ վերջ իր կյանքին ընթացքին ուներ Աստուծո Սուրբ Հոգին։ Անոր համար գոչենք Հիսուսը Քրիստոս, այսինքն օծյալ։ Փամը անշուշտ, որ մեզի մտածել գուտա, որ Քրիստոս միշտ իր կողքին ուներ Աստված եւ Սուրբ Հոգին, անբաժան էին, դարբեր իրար մե, բայց անբաժան։ Հավատամ կգշարնագե ասելով որդի Աստուծո։ Որդի Աստուծո դրամապանությունը կամ խոսքը նորեն, ինչպես բոլոր մույս խոսքերը հավատամքի մեջ գուկա նորեն նոր գդագարան են։ Նոր գդագարանը ինքն է, որ գսե, որ Հիսուս Աստուծո որդին էր։ Ասիգա է իմ սիրելի որդիս, որուն ես հաջեցա, անոր մնի գրեք Մատթեոս 3-ի մեջ, Ղուգասին մեջ կգարտանք առաջին գլխու մեջ, Սուրբ Հոգին քեզի պիտի կա եւ Փարսիալին զորությունը քու վրատ պիտի հանգչի, ուստի ծնելիք զավակը Սուրբ է եւ Աստուծո որդի պիտի գոչվի։ Եվ իմ ամենեն սիրածներս մեկ հատը գսե առաջին Հովհաննեսի ավետարանին մեջ, թուղթին մեջ, 5-րդ գլխու 5-րդ համարի մեջ, արդ ով գահաղթե աշխարհին, եթե ոչ ան, որ գհավատա թե Հիսուսն է Աստուծո որդին։ Ուրեմն Հիսուս Աստծո որդի դրամապանությունը գուկա ավետարան է։ Բայց ինչպես պետք է հասկանանք, որ Հիսուս Աստուծո որդի է, երբ որ մենք կսենք, որ Հիսուս Աստված է։ Որդի սելով Աստծո նվազ կհասկանանք, բնականաբար ոչ։ Իրականության մեջ նախատասությունը կամ երկու բառերը տրվեցան հավատամքին մեջ նորեն ի պատասխան Արիոսին, որ Աստուծո որդիությունը, Քրիստոսի որդիությունը կհասկանար այնպես, ինչպես որ մենք Աստուծո որդի ենք։ Չէ, ավետարանը մեզի գսե, Աստուծո մասին խոսելով գսե, «Թուք իմ դղակս եւ աղջիկներս պիտի ելաք»։ Մենք ալ Աստուծո որդի ենք, բայց Հիսուս դարբեր Աստծո որդի էր։ Մենք Աստուծո որդի ենք որդեգրությամբ, իսկ Հիսուս Քրիստոս Աստուծո որդի էր նույն բնությամբ, նույն էությամբ։ Մենք որդեգիր ենք, բայց ինքը իսկապես Աստված է, Աստուծո հետ նույն էությունը ուներ, նույն բնությունը ուներ։ Ուրեմն Հիսուս Աստծո որդի է, մենք ալ Աստծո որդի ենք, բայց քիչ մդարբեր իրար մե։ Եվ Աստծո որդի լալու մասին երբ գխոսենք, պետք է միտքերնից բանենք, որ մենք նաև Աստծո որդի ենք Քրիստոսի շնորհքով։ Հիսուս եկավ աշխարհ, մեզի պես եղավ, բայց Եբրայեցիներու գիրքը գսե, բայց մեղք չունեցավ։ Ամեն բանով մեզի պես էր Հիսուս, մեզի պես եղավ, որովհետեւ մենք ինչ ըլլանք, իրեն եղբայրները ըլլանք, եւ մենք իր եղբայրները լալով Աստծո ընտանիքին մաս կազմենք։ Եվ Հռոմեացիներու 8-րդ գլխու մեջ կգարտանք, բազմաթիվ եղբայրներուն մեջ անտրանիկը եղավ Հիսուս։ Ուրեմն Հիսուս եկավ, որովհետեւ մենք իր եղբայրները ըլլանք եւ իր եղբայրը ըլլալով Աստծո որդիները ըլլանք։ Աստծո շնորհքը, որ մեզի տվավ իր զավակները ըլլալու գուկա Քրիստոսի եղբայր ըլլալուն ընդմեջ են։ Հորը միածին, այսինքն էյութեն է հոր։ Արդեն ասոր մասին խոսեցան, որ Հիսուս հոր էյութենեն է, բայց հորը միածին ինչ կնշանակե, հորը միածինը, որ հորը մեկադիգն էր։ Եվ հա վասիկ արդեն այդ դարբերությունը, որ գա մեր Աստուծո որդի լալու դրամապանության մեջ եւ Քրիստոսի Աստծո որդի լալու դրամապանության մեջ, Հիսուս Աստծո միածինն էր։ Աստված, ներողություն, Աստված, որ ծնավ Քրիստոսը իր մեզ ուրիշ չի ծնավ, միածին էր Հիսուս։ Եվ փամը, որ մեզի պետք է մտածել դա, որ իր մեզ ուրիշը չի գա։ Անոր համար Աստված մեզ արարածներ ըրավ, իսկ Հիսուս Քրիստոսը ծնունդ ըրավ։ Եվ գսենք ադիգա հավատամքի մեջ ծնունդ եւ ոչ արարած։ Մենք արարած ենք, բայց Հիսուս Քրիստոս Աստուծո որդի էր։ Ավարտելու համար սիրելիներ, այսօրվան խորհրդածությունը։
Երբ որ մենք Հիսուսը իբրև մեր Տերը եւ Փրկիչը կընդունենք, մենք այլևս մինակ չենք։ Մենք կդառնանք Աստծո ընտանիքին զավակները, Քրիստոսի եղբայրները եւ մեր հոր հարստության երկնքի արքայության ժառանգորդները։ Ասիկա անշուշտ բադիվ է մեզի համար, որ մենք Աստծո զավակներն ենք, որ մենք Քրիստոսի եղբայրներն ենք, բայց որքան որ բադիվ է, նաեւ պատասխանատվություն է։ Պատասխանատվություն հավատալու, պատասխանատվություն սիրելու, ներելու, ծառայելու եւ մանավանդ սուրբ կյանքը ապրելու համար։ Ուրեմն քալենք Քրիստոսի հետ մեր կյանքին ընթացքին, որբեսի իր աստվածության եւ եղբայրության ճամփով հասնենք այն ճշմարիտ տեղը, որ Աստված պատրաստած է իր սիրելիներուն համար հավիտյանս հավիտենից ամեն